Խաչը խաչի վրա Հիսուս Քրիստոսը Աստծո որդին զոհաբերեց իրեն իր ժողովրդի մեղքերի համար։ Պատմաբանների մեծ մասը կարծում է, որ խաչը տանջանքների ամենադաժան միջոցն էր, որ մարդկությունը երբևէ ստեղծել է։ Այդ դաժանությունը խոսում է երկու կարևոր իրականության մասին։ Առաջին, այդ դաժանությունը ցույց է տալիս Աստծո դեմ մեր թշնամության մեծությունը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միակ որդուն տվեց, իսկ աշխարհն այնպես ատեց Աստծուն, որ ենթարկեց ամենասարսափելի տառապանքներին և մահվան։ Երկրորդ, այն պատկերում է մեր մեղքերի մեծությունը Աստծո դեմ։ Մեր հանցանքներն Աստծո նկատմամբ այնքան ցավալի էին, իսկ մեզ հասանելիքի պատիժը այնքան խիստ, որ այն կարելի էր հատուցել միայն Աստծո որդու աննկարագրելի տառապանքներով ու մահով։ Այն ֆիզիկական տառապանքներն և մահը, որ Քրիստոսը կրեց խաչի վրա, միանշանակ անհրաժեշտ էին։ Այդուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ նրա տառապանքները պայմանավորված էին ոչ միայն չար մարդկանց դաժանությամբ։ Խաչի վրա Քրիստոսը կրեց Աստծո դատաստանը։ Աստծո արդարությունը պահանջում էր մեր մեղքերի հատուցումը, նրա բարկությունը բորբոքված էր մեր դեմ։ Աստծո արդարությունը բավարարելու և նրա բարկությունը հանգցնելու համար Քրիստոսը պետք է տաներ այն դատաստանը, որին մենք էինք արժանի։ Ուստի նա կրեց մեր մեղքերը, անեծ դարձավ մեր փոխարեն, թողնվեց Աստծո կողմից և տառապեց մեր հանդեպ Աստծո բարկության ամբողջ չափաբաժնի համեմատ։ Քրիստոսը կրեց մեր մեղքերը, խաչի վրա մեր մեղքերը վերագրվեցին Քրիստոսին։ Սա նշանակում է, որ Աստված մեր մեղքերը դրեց Քրիստոսի հաշվին և նրան համարեց։ Հետևաբար Քրիստոսը հռչակվեց մեղավոր Աստծո դատաստանի գահի առջև և ստացավ մեղավոր կողմի հատուցում։ Եսայի 53:6 ասում է. «Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրը իր ճանապարհին դարձավ, և Տերը նրա վրա դրեց մեր ամենքի մեղքը»։ Իսկ Երկրորդ Կորնթացիների 5:21 ասում է. «Որովհետև Աստված մեզ համար մեղք դրեց նրան Քրիստոսին, ով մեղքի տեղյակ չէր, որպեսզի մենք նրանում դառնայինք Աստծո արդարներ»։ Քրիստոսը կրեց մեր անեծքը։ Աստծո կողմից անիծված լինել նշանակում է դառնալ նրա դժգոհության և դատապարտության առարկա։ Մեր մեղքերի պատճառով բոլորս էինք Աստծո անեծքի տակ։ Մեզ անեծքից ազատելու համար Քրիստոսը մեր փոխարեն անեծ դարձավ և ենթարկվեց Աստծո դատաստանին։